Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բանկա հայերենում ոնց որ տենց բարբարների մեջ տուն նստել հասկացություն կա, չէ՞։ Ասում են Իջևանում օրինակ ասում են տունա նստել, այսինքն տնավորվելա տունա նստել։ Հիմա մեզ հետ է տեղի ունենում ժողովուրդ, մենք տուն ենք նստում, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր տունը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք ստեղ տնավորվում ենք եւ ստեղ պետքա ապրենք դարերով ու հազարամյակներով։ Մեր քաղաքական իրականության մեջ շատ էական մի բան է փոխում, երբ որ մենք խոսել ենք հազարամյակների մասին, այդ հազարամյակները միշտ թիկունքում է եղել, անցյալում է եղել։ Մեր իրականության առավել եւս որևէ քաղաքական, մշակութային, տնտեսական որևէ իրականության մեջ մենք հազարամյակ եւ որ ասել ենք, մենք միշտ հետ ենք նայել, որովհետեւ մեր դիմացը չի եղել հազարամյակ, բայց չի եղել, որովհետեւ մենք չենք մտածել, որովհետեւ մենք պետք է մտածենք, որ լինի, որովհետեւ այն ինչ որ իրականության մեջ տեղի է ունենում, նախ մեր մտքում է տեղի ունենում։ Եվ այսօր այդ շատ կարևոր սոցիալ-հոգեբանական փոփոխությունն է տեղի ունենում, որ մենք հազարամյակ ասելով հասկանում ենք ոչ միայն մեր անցած ճանապարհը, այլև մեր գալիք ճանապարհը։ Մենք հազարամյակ ասելով մտածում ենք ու պիտի մտածենք ոչ միայն անցած հազարամյակի, այլ գալիք հազարամյակի։ Եվ ընդհակառակը անցած հազարամյակը մեզ պետքա ոչ թե ողբի համար, այլ պետքա հաջորդ հազարամյակը կառուցելու համար որպես կյանքի հազարամյակ եւ ոչ թե կորուստների, ողբերգությունների, ցեղասպանությունների հազարամյակ։ Եվ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում էտա տեղի ունենում, մենք տուն ենք նստել եւ տուն ենք նստում։ Եվ մենք դուրս ենք գալիս, մենք դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, մենք մտածում ենք մարդկանց առողջության մասին, մենք մտածում ենք թոշակի մասին, մենք մտածում ենք ճանապարհների մասին, բայց զուգահեռ ուրիշ մի process էլ է տեղի ունենում, որովհետև տուն նստել այդ հանգստության զգացողի ես գործնականում 90-ականների սկզբից բոլոր քաղաքական process-ներին մասնակցել եմ, որպես լրագրող, որպես արդեն քաղաքական գործիչ, ես երբեք այսպիսի հանդարտության քարոզարշավ չեմ տեսել։ Դա տուն վերադարձածի հանդարտություն է, տուն վերադարձածի, ինչքան էլ հոգնածլնես, ջարդվածլնես, ինչքան էլ պրոբլեմներ ունեցածլնես, որ գալիս ես տանը դուռը բացում ես, հետևիցդ փակում ես, նստում ես, գնում ես քո սիրած բազկաթոռին կամ բազմոցին նստում ես, հանդարտություն է իջնում։ Եվ դա տեղի ունենում, բայց զուգահեռ տեղի է ունենում նաև ուրիշ process, որովհետև երբ որ հանդարտ ես, կենտրոնանում ես գործիդ վրա, կենտրոնանում ես արդեն ես զարմանում եմ, մենք ոնց չենք նկատել, որ մեր երկիրը ավերակ է, մենք ոնց ենք հանդուրժել, որովհետև մենք մտքով ստեղ չենք եղել ժողովուրդ, մենք մտքով ուրիշ տեղ ենք եղել, մենք մտքով Տրոյաններում ենք եղել, չգիտեմ ուրիշ կռիվների, ուրիշ պատերազմների, ուրիշ հայրենիքներում ենք եղել մտքով եւ դրա համար չենք նկատել մեր իրականությունը եւ մենք այսօր կենտրոնացել ենք մեր իրականության վրա մեզ կարեւոր է մենք մեր անտառի մասին ենք մտածում մեր ճանապարհի մեր լուսավորության մեր ջրամատակարարման եւ այլն